Կառավարության Հայաստանի Հանրապետության։ Նոյեմբերի 6-ին ժամը 14:30-ին Հայրենի կինոթատրոնի մոտ մեկնարկեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված երթը նվիրված ՀՀԿ հիմնադրման 20-ամյակին։ Միջոցառումը իրականում իր մեջ բավականին խոր իմաստ ուներ։ Հանրապետական կուսակցության երիտասարդները այդ Նժդեհի բոլոր ճանապարհներով անցնելով հասնելով դեպի հրապարակ, այնտեղ ուղղակի խնդրեցին Երևան քաղաքի իշխանություններին, որպեսզի Նժդեհի հրապարակում կանգնի Գարեգին Նժդեհի արձանը, ոչ թե Սպանդարյանի արձանը։ Եվ ընդհանուր առմամբ միջոցառումները շարունակական են, ամբողջ տարվա կտրվածքով կուսակցության երիտասարդական կազմակերպությունը իրականացրել է բազմաթիվ ծրագրեր նվիրված կուսակցության 20-ամյակին եւ թե երթը այսօրվա թե այսօրվա ֆուտբոլը նորից 20-ամյակին նվիրված միջոցառումներ էին։ Շուրջ 7000 երիտասարդներ քայլեցին դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, որտեղից ուղևորվեցին մի կամարզադաշտ, որտեղ տեղի ունեցավ ՀՀԿ 20-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը։ 3 ամիս տևած ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ դուրս եկած Արմավիր եւ Շիրակի մարզերի միջև անցկացած խաղում այսօր հաղթեց Շիրակի մարզը։ Խաղն իր ներկայությամբ պատվեց նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով պարգևատրեց հաղթողներին։ Անի Մարկոսյան, Ավետիս Տավյան, Սլաքեյ։